լռենք երկներ թշնամին, խլեց մեր սուրը պաշտպան մեր անձին, մաշակի ձեռքից խոփը խլեց, այդ սուրու խոփից մեր շղթան կռեց, վայ մեր շղթայով կապած գերի ենք, հինի լռենք, վայ մեր շղթայով կապած գերի ենք։ Անուշան Շախնազարյան, կամ է Արտեմ Շախնազարով։ Մենք անցանք ոստիկաններից հետո, որ նկարենք են ֆիդայիններն նոր դուրս են եկել, այդ մոմենտ սկսավ մաղոցը ջարդոցը, ու ես գնում էի, ինձ լիշնը ծեցիլ են ոստիկանները, և ասում եմ ես լրագրող եմ, միջազգային, ասում են մեր Այս դարիների ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ մեր ֆինանսավորումը որտեղից է, ովքեր են մեզ օգնում ֆինանսավորում։ Այդ մասին մենք բազմիցս բարձրացնել ենք, առիթից օգտվելով ես կուզեի նորից այդ մասին խոսել, ասելով, որ մենք մեր հույսը կապում ենք միայն ու միայն հայկական աղբյուրի, այսինքն այսօր գոյություն ունեն աշխարհով մեկ սփռված հայեր, որոնք մտահոգ են մեր երկրի ապագայով, մեր հույսը եղել է միշտ անհատ հայրենասեր հայ մարդիկ, որոնք իրենց հնարավորության սահմաններում օգնել են մեզ մինչ այսօր։ Հայաստանում շատերի համար հստակ է, որ մեր երկրում արմատական փոփոխություններ են պետք։ Սա նորություն չէ։ Տարիներ է այս միտքը կա, տարիներ է այս պահանջը կա, ցանկությունը կա, սակայն քչերն են հասկանում, որ մենք շատ ժամանակ չունենք այդ արմատական փոփոխությունը իրականացնելու համար։ Մենք այն ուժն ենք եղել, որ դարիներ է բարձրացնում ենք, ասելով, որ Հայաստանում իշխանությունները ընտրություններով չէ, որ ձևավորվել է, այլ իշխանությունը զավթված է։ Ուստի այն իշխանությունը, որ զավթված է, ուրեմն ընտրություններով հնարավոր չէ փոխել այդ զավթող ուժին։ Մենք այն ուժն ենք եղել, որ միշտ բարձրացնել ենք ասելով, որ Հայաստանում ընտրություններ գոյություն չունեն։ Դա ընդամենը ֆիկցիա է, ցև է, աշխարհի երեսին դոզ փչելու նպատակով։ Սակայն շփախտապար շատերը մեզ չեն լսել, քաղաքական ուժերին ես նկատի ունեմ, եւ մենք ստիպված ենք եղել ձևավորել մի շարժում, որը հնարավորինս կարճ ժամկետում պետք է այդ խնդիրը լուծեր, այսինքն առանց ընտրությունների պետք է փոփոխություն տեղի ունենա։ Այդ փոփոխությունը երբ պետք է տեղի ունենա, պետք է սպասել 17 թիվ 18 թիվ ընտրություններին, բնականաբար ոչ միայն նրա համար, որ ընտրություններով հնարավոր չէ փոփոխություն իրականացնել Հայաստանեն ներս, այլ նաև նրա համար, որ մեր ռեսուրսը չի բավարարելու մինչև այդ, այսինքն երբ մենք 2-3 տարի առաջ մտահղացել ենք այս ամբողջը, մենք հաշվարկել ենք, որ մենք չունենք 5 տարի, 6 տարի մեր առաջ, մենք ընդամենը ունենք 2-3 տարի, այսինքն դա լինելու էր կամ 2015-ին կամ 2016-ին, և ամիսների ընթացքում երկար մտորումներից և քննարկումներից հետո մենք եզրակացրել ենք, որ այդ փոփոխությունը պետք է արվի 2015-ին, ասեցի գլխավորապես որ պատճառով, գլխավորապես այն պատճառով, որ օրեօր մեր ռեսուրսները բագասում են, ես նկատի ունեմ ահագնացող արտագաղթը, որ կա, այսինքն այնինչ մենք այսօր կարող ենք անել, 2 տարի հետո հնարավոր չէ մեզ դա անել, չենք կարողանալու անել, որտև նաև արտագաղթողների զգալի մասը նաև ակտիվ ուժն է, որ դուրս է գալիս։ Ուստի հնարավորինս պետք է ընտրել այնպիսի ժամկետ, որ մեր ռեսուրսը կարողանա բավարարի և այդ փոփոխությունը իրականացնի։ Բնականաբար 2015, ապա դա պետք է լիներ այսպես ասած ճիշտ մտածված ժամկետը, մենք մտածել ենք դա պետք է լինի ապրիլի ամսվա մեջ, ինչ չէ նաև ապրիլի 24-ին, նաև նկատի առնելով բազմաթիվ հանգամանքներ, որի մասին կարելի է երկար խոսել։
մեր կորձունեությունը մենք սադարաբադ շարժումով ենք սկսել, հետո նա վերափոխվել է նախախորհրդարանով, նախախորհրդարանը այսօր արդեն դարձել է հիմնադիր խորհրդարան, 100-ամյակ առանց ռեժիմի դրոշ բարձրացրած մենք գնում ենք մեր նպատակին։ Այս ընթացքում բազմաթիվ են եղել այդպիսի ապատեղեկատվություններ, հա, դեզինֆորմացիա։ Մենք վստահ ենք, որ այստեղից իմաստնավոր է դեպի Ռուսաստան այս ռեժիմի կողմից, ռեժիմի աշխատանքի շնորհիվ նաև այնպիսի զեկուցումներ են գնացել, որ այս ուժը հովանավորվում է արևմուտքի կողմից։ Բնականաբար դա այդպես չէ։ Մենք միշտ ասել ենք, որ մենք միշտ խոսել ենք նաև Հայաստանագենտրոն թիրքերից, մենք այո դեմ ենք եղել որևէ վերպետական գազམ་ագերբության մեջ ընդգրկվելուց, դա լինի Եվրամիություն, թե ԵԴՄ։ Սա չի նշանակում, որ մենք դեմ ենք առհասարակ արևմուտքին կամ Ռուսաստանին։ Նորից եմ ասում, մենք կարող ենք հաստատում կատարել, որ վերջապես Հայաստանում ձևավորվել է մի ուժ, քաղաքական մի ուժ, որը ունի արժանապատվություն եւ իմ համոզմամբ քաղաքականության մեջ առաջնահերթ դեր պետք է ունենա արժանապատվությունը։ Եվ եթե այս 20 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական խավի եւ Ռուսաստանի հարաբերությունները եղել են ի վնաս Հայաստանի, այսպես ասած, վասալային հարաբերություններ, ապա այս հարցում մենք Ռուսաստանին չենք մեղադրում։ Ռուսաստանը ունի ինքն իր շահերը։ Այստեղ բնականաբար մեղք է եղել այս 20 տարվա հայկական ճակերտավոր հայկական քաղաքական էլիտայի ստրկամտությունը։ Ուստի եկել է ժամանակը ձևավորվելու եւ բարեպատաբար ձևավորվել է հանցին մեր շարժման մարդկանց մի խումբ, մի խավ, որը առաջին հերթին ծերպազատված է այդ ստրկամտությունից։ Այսինքն մենք ոչ միայն թեմ չենք Ռուսաստանին կամ Եվրոպային, այլ ավելին մենք այն ուժն ենք, որ գիտակցում ենք, որ առանց գործակցելու դվյալ ուժերի հետ հնարավոր չի վերջապես համապատասխան գործունեություն վարել ռեգիոնեն ներս։ Այո, մենք, ինչպես ասեցի, քանի որ խոսում ենք Հայաստանագենտրոն թիրքերից, հնարավոր է, որ դա դարբեր աշխարհակահաղական կենտրոնների համար դուր չկա, բայց ես համոզված եմ, որ վերջ-վերջո բոլոր այդ կենտրոններն էլ հաշվի են նստելու այս փաստի հետ, այսինքն եթե Հայաստանում կա մի ուժ, որը ինքն իրեն դեր է զգում այս 42,000-ի վրա, բնականաբար այդ բոլոր աշխարհակահաղական կենտրոնները հաշվի են նստելու տվյալ ուժի հետ, այսպես։ Ռազմավարական իմաստով ասեմ, որ մեր պատկերացրած Հայաստանում մենք տեսնում ենք նաև ռազմավարական գործակցության շարունակությունը Ռուսաստանի հետ, ինչպես նաև մենք տեսնում ենք Իրանի հետ նույնանման գործակցություն։ Նորից եմ ասում, այս ամբողջը պետք է դիտել գործակցության շրջանակում, այլ մենք ոչ այսօր, ոչ էլ ապագային պատրաստվում ենք ընդդեմ այս կամ այն աշխարհակահաղական կենտրոնի դեմ դրոշ բարձրացնելու։ Ուրեմն ի դարբերություն նախորդ բոլոր փորձերի իշխանապողության մենք միակն ենք, որ ասել ենք, որ պայքարի դրամապահությունը պիտի լինի սիստեմից դուրս եւ մտահղացել ենք հիմնադիր խորհրդարան ստեղծելու գաղափարը, որը ինչ որ process-ից հետո դեղի ունենալու դրա լեգիտիմացումը, որը մենք դրան մոտենում ենք։ Ուրեմն երբ մենք ստեղծում ենք այլընտրանքային մի մարմին, որը պատրաստվում է երկրի ղեկը վերցնելու իր ձեռքը, այդ մարմինը ուստի տարբեր ուղղություններով աշխատանք է տանում։ Այսինքն այս 2-3 տարին մենք իզուր ժամանակ չենք անցկացրել եւ ավելի շատ մենք այսօր պատրաստվել ենք ոչ թե ինչպես ենք հերացնելու այս ռեժիմին, այլ հերացնելուց հետո ինչ ենք իրականացնելու։ Անցումային փուլը ինչպիսին է լինելու, անցումային ռազմավարությունը ինչպիսին է լինելու, ինչ փոփոխություններ են լինելու, միջև նոր լեգիտիմ ընտրություններ տեղի ունենան եւ այլն եւ այլն։ Այս իմաստով մենք նաեւ Հայաստանը դարբերվելու է եւ Եգիպտոսներից եւ ուկրաինական մայդաններից։ Այսինքն երբ որ մի ուժ գիտի
հրաբարակ դուրս գալուց հետո հաջորդ օրը ինչ է անելու եւ ոչ միայն հաջորդ օրը, այլ նաեւ գիտի ռեժիմը հեռացնելուց հետո անցնող ամիսներին ինչ է անելու։ Բնականաբար այստեղ անորոշություն եւ քաոս չի լինելու։ Այսինքն Եգիպտոսում ժողովուրդը ըմբոստացել էր, ժողովուրդը բորտկացել էր, դուրս եկել հրաբարակ, սակայն հաջորդ օրը ինչ են անելու, դվյալ բահին փողոցում էին որոշում, վաղը ինչ էին անելու։ Այս դեպքում մենք դարբերվելու ենք եւ եգիպտոսներից եւ ուկրաինաներից։ Ես կուզեի նաեւ հիշատակել, քանի որ Ուկրաինան հիշեցինք, քաղաքացիական պատերազմից շատ է խոսվել եւ խոսվում, որ Հայաստանում հնարավոր է քաղաքացիական պատերազմ այսպես ամենից։ Բնական է, կարող է պատահի, որ ինչ որ օդար ուժեր փորձեն հրահրել այդպիսի բան, սակայն ես ասեմ, որ Հայաստանում այդ պոտենցիալը չկա։ Հայաստանը երևի մոնոէթնիկ բնակչությամբ մատների վրա կարելի է հաշվել աշխարհում, այսքան մոնոէթնիկ բնակչություն ունեցող ժողովուրդ ազգ։ Այստեղ չկան մեր ժողովրդի մեջ ինչ-որ խմբավորումներ, որը մեկը մյուսի, այսպես ասած, դեմ պատրաստ է մարտնչելու։ Այդպիսի բան գոյություն չունի։ Հայաստանում գոյություն ունի ընդամենը մի քանի տասնյակ հարստացած ընտանիքների եւ գեղեցկված ժողովրդի։ Այս տարբերությունը կա, այսինքն բնականաբար եթե այդպես է, ուստի Հայաստանում հնարավոր չի քաղաքացիական պատերազմ, այսինքն մի քանի տասնյակ օլիգարխիկ ընտանիքները, որոնք իրենց հարստությունը մեծամասամբ թիզել են մեր ժողովրդին գեղեցկելու արդյունքում, հնարավոր չի, որ այդ մարդկանց վարձկան խմբերի եւ ժողովրդի մարտնչումը կոչել քաղաքացիական պատերազմ։ Դա հնարավոր չի։ Ավելին ասեմ, ցեզ որ մենք առաջի օրվանից այսօր էլ միշտ խոսել ենք հնարավորինս անցնցում փոփոխությունից, այսինքն մենք է որ մտահոգ ենք, որ փոփոխությունը պետք է լինի անցնցում։ Բնականաբար այստեղ մեծ դեր է խաղալու Արցախի հանգամանքը, Արցախի բնակչությունը, այնտեղի մեր գազագերբվածքը առասարակ, մեծ դեր է խաղալու հայկական բանակը, որի հետ մենք միշտ աշխատել ենք, այսօր էլ ենք աշխատում եւ մեծ հույսեր ենք պայպայում մեր բանակի արգայության շնորհիվ նաև դեղի ունենալու անցնցում այդ process-ը։ Կուզեմ ասել, մենք է որ մտահոգ ենք, որ պետք է փոփոխությունը լինի անցնցում։ Եթե հակառակորդը այս դեպքում նկատի ունեմ ռեժիմը այս հորդորը չընկալի եւ փորձի դիմել բռնության, ապա այդ բռնությանը կստանա բռնություն։ Մենք այն ուժերին նման չենք մինչ օրս, որ ժողովրդին հրավիրել են փողոց եւ դրանից հետո թողելով ժողովրդին մենակ փողոցում իրենք գնացել են իրենց տները մի մասը թեյ խմելու կամ մի մասը չգիտեմ ինչ անելու։ Մենք այս հարցին չենք մոտենում սոսկ լոգ իշխանապողություն որպես երևույթ, հա, որ Բողոսին հերացնում ենք Թորոսին բերելու։ Ոչ, այդ չէ մեր նպատակը։ Մեր նպատակը, գլխավոր նպատակը բարձ է, ինչ է, վերջապես ստեղծելու մեր կողմից հայերի կողմից երկար հարյուրամյակներ երազած հայկական պետություն։ Մեր կողմից այս process-ը ոչ թե լոգ ռեժիմափոխություն է, իշխանապողություն է, այլ բարինբուն իմաստով ազգային ազդակրական պայքար։ Այդ է նաև պատճառը, որ մենք դոգորված ենք վճռականությամբ եւ որևէ ուժ մեզ չի կարող այս հողի վրա մեզ չի կարողանալու մեր ընթացքից կասեցնել։ Մեզ դիմադրող ուժը ոչ թե Արցախի բնակչությունն է, այլ ըստ էության Երևանն է, Երևանի ադմինիստրացիան է, այսինքն մենք շատ լավ գիտենք, որ Արցախի ադմինիստրացիան չի կարող չընթարգվել Երևանի ադմինիստրացիային։ Շանքլուխը այստեղ է տաղած, Երևանում է տաղած եւ մենք ըմբռնումով ենք մոտենում Ստեփանագերդյան ադմինիստրացիայի այս ճղացումներին եւ մենք երբեք չենք պատրաստվում այդ մարդկանց հետ այսպես ասած հագաթիր կողմերում լինելու։ Այդ օրը մենք գնալու ենք անկախ այդ բոլոր հայտարարությունները, որ տեղի են ունեցել այս օրերի ընթացքում կազմակերպված ցևով, մենք գնալու ենք մեր տուն, մենք վստահ ենք, որ մեզ ոչ ոք չի կարողանալու խանգարել։ Ես համոզված եմ, որ ոչինչ փախում չի լինելու
Մենք գնալու ենք մեր ձայնը բարձրացնելու ենք։ Այս դարիների ընթացքին փորձել են մեր ժողովրդին Երևանը փորձել է Արցախի ժողովրդին բարդատրի այդ լագերային վիճակը, որ քանի որ գիսա պատերազմական վիճակում ենք գտնվում, ապա ազատ խոսքը միայն ու միայն վնաս է։ Մենք կարծում ենք ուղիղ հակառակը։ Ուստի գլխավորապես նաև գնում ենք, բացի նրանից, որ գնում ենք մեր ժողովրդին իրազեկելու եւ հրավիրելու ապրիլ 24-յան մեր պատկերացրած պայքարին մասնակցելու, բացի սրանից մենք նաև գնում ենք մեր ազգագիստներին եւ այդտեղի ռեժիմին բացատրելու, հասկացնելու, որ ժամանակ եկել է ազատ խոսելու։ Ժամանակ եկել է, որ մարդիկ իրենց կարծիքը հանգիստ պետք է բարձրացնել եւ այս ամբողջից, այս բոլորից պետք չէ վախենալ։ Ընդհակառակը այդ ամբողջ, այսպես ասած, ազատ կարծիքը արտահայտվելը մտահոգությունների բարձրացնում է, դեպատները ուղիղ եթերով ինչու՞ չէ, վերջապես ազատ շունչը, որը այս 20 տարիների ընթացքում ասեցի ինչ պատճառով փորձել են արգելել, այս դափում պետք է քանդվի։ Մենք նաև գնում ենք այս նպատակով եւ եթե դեղի իշխանությունները Արցախի դեմ են ազատ խոսքին, ազատ կարծիքի արտահայտմանը, ապա թող խնդրեն բարձրացնեն եւ թող փորձեն այդ հիմնավորումը հրաբարակավ ներկայացնեն եւ ինչու՞ չէ նաեւ մեր բանավեճերով ներկայացնեն։ Գուցե իրենք ինչ-որ բաներ գիտեն, որ մենք չգիտենք, թող հիմնավորեն, սակայն այդ հիմնավորումը պիտի ժողովուրդը լսի։ Իշխանություն գոչեցյալը ժողովրդի ծառան է, այլ ոչ թե իշխողը, այլ ծառայողը ժողովրդի։ Վերջապես այսօրվա ռեժիմը սա պետք է հասկանա, որ եկել է ժամանակը, որ Հայաստանում ասելով ես նկատի ունեմ 42,000-ը այս տարածքում պիտի ձևավորվի քաղաքական մի խավ, կառավարման մի համակարգ, որոնք մարդկային ամիսի որակով պիտի այնպիսի որակի մարդիկ պիտի լինեն, որ միայն ու միայն գալու են ծառայելու, այլ ոչ թե լափելու, կրպելու, գեղեցելու, որը մինչ օրս եղել է։ Այս փոփոխությունը իրենք ուզեն թե չուզեն տեղի ունենալու մենք ցանում չենք կասկածում։ Ժիրայր Սեֆիլյան, հատուկ անտիթափորի լսարանի համար։